Ըստ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի բառարանի ամենագեղեցիկ բառը, որը նույնիսկ ավելի գեղեցիկ է, քան սերն ինքը, տարիֆներն են։ Թրամփը թե իր առաջին նախագահության օրոք, թե այս երկրորդ նախագահության ժամանակ անթաքույց սիրով է վերաբերել տարիֆներին եւ համարել այն արտակարգ գործիք։ Այսօրվա տեսանյութում ես կքննարկեմ տարիֆները, կխոսեմ դրանց հնարավոր վտանգների եւ հետևանքների մասին, ինչպես նաեւ ինչպես կարող են դրանք ազդել ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաեւ ամբողջ աշխարհի, այդ թվում Հայաստանի տնտեսության, այսինքն մեզ բոլորիս վրա։ Ողջույն։ Ձեզ հետ է Word and Me Project-ը եւ դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Խնդրում ենք սեղմել հավանել կոճակը, տարածել մեր տեսանյութերը եւ բաժանորդագրվել այս ալիքին բազմազան տեսանյութերի համար։ Կարող եք այցելել Word and Me Project-ի կայքը, այն է www.wordandme.info եւ տեղեկանալ այս նախագծի եւ այլ ծրագրերի մասին, ընթերցել հոդվածներ եւ փաստեր։ Word and Me Project-ի շրջանակներում ես հաճախ ներկայացնում եմ տարբեր ազգերի պատմություններն ու տնտեսությունները։ Այսօր ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի պատմություն, մի առասպել, որը հազարամյակների ճանապարհ է անցել եւ մեզ հասել։ Խոսքս Վարդավառի պատմության մասին է։ Այս նկարազարդ պոեմ գիրքը ներկայացնում է Վարդավառի պատմությունը գեղեցկության եւ սիրո աստվածուհի Աստղիկի եւ պատերազմի աստված Վահագնի սերը, պայքարը, տոկունությունը, զոհաբերությունն ու ուժը։ Այն չարի ու բարու, պայքարի, քաջության, անկոտրում ոգու մասին է։ Գիրքը հասանելի է տարբեր առցանց հարթակներում։ Դուք կարող եք այն ձեռք բերել օրինակ Amazon-ում, Barnes & Noble-ում եւ այլուր։ Հղումները ես կտեղադրեմ ներքևում։ Ձեռք բերեք գիրքը, բացահայտեք մեր հայկական դիցաբանության մի հատվածը եւ թողեք ձեր արձագանքները Amazon-ում, սոցիալական մեդիայի հարթակներում եւ այլուր։ Իսկ այժմ խոսեմ տարիֆների մասին։ Նախ նշեմ, որ նախընտրում եմ օգտագործել հենց տարիֆ բառը, քանի որ ինքը եզրը ծագել է տարիֆ կղզու անունից։ Եթե ինչ-որ բառ ծագել է ինչ-որ անունից, ապա կարծում եմ իմաստ չունի բառը թարգմանելը։ Այսպիսով ինչ է տարիֆը։ Տարիֆը ներմուծող կամ հազվադեպ դեպքերում նաև արտահանվող ապրանքների վրա հարկեր են, տուրքեր են, որոնք սովորաբար նախատեսված են ներքին արտադրությունը, աշխատատեղերը պաշտպանելու եւ առևտրային անհավասարակշռության խնդիրները լուծելու համար։ Այս ամենը հրաշալի է, բայց տարիֆները նաեւ հանգեցնում են սպառողական ավելի բարձր գների, տնտեսական անարդյունավետության եւ այլ երկրների կողմից պատասխան տարիֆների։ Տարիֆների եւ դրանց հետևանքների բազմաթիվ օրինակներ կան տարբեր շրջաններում, հատկապես 20-րդ եւ 21-րդ դարերում։ Դեռևս 20-րդ դարում տարիֆների ամենաաղետալի օրինակը 1930 թվականի Սմութ-Հոլեի տարիֆների ակտն էր։ Պատկերացրեք հետևյալը. 1930 թվական Միացյալ Նահանգներում սկսվում է մեծ դեպրեսիան։ Միացյալ Նահանգների արտադրությունը տուժում է։ Այդ ժամանակ քաղաքական գործիչները որոշում են, որ լավագույն տարբերակը տարիֆների սահմանումն է։ Ուստի Միացյալ Նահանգները առանց խորը դատելու սահմանում է տարիֆներ ավելի քան 20,000 ներմուծվող ապրանքների վրա, մաքսատուրքերի տեսքով։ Սմութ-Հոլեի տարիֆների հիմնական նպատակն էր պաշտպանել ամերիկյան աշխատատեղերն ու ներքին արտադրությունը բարձր մաքսատուրքերի կիրառման շնորհիվ խափանելով ներմուծումը։ Տարիֆների կիրառման կողմնակիցները կարծում էին, որ նման միջոցները կուղղորդվեն սպառողական ծախսերը դեպի ներքին արտադրություն, դրանով իսկ խթանելով Միացյալ Նահանգների տնտեսությունը, արտադրությունը հատկապես 1930-ականներին աննախադեպ տնտեսական անկման ֆոնին։ Այնուամենայնիվ, այս պրոտեկցիոնիստական կամ պաշտպանողական մոտեցումը անտեսեց գլոբալ առևտրի փոխկապակցվածության բնույթը եւ այլ ազգերի կողմից պատասխան գործողություններ կատարելու հնարավորությունն ու ներուժը։ Նման մաքսատուրքերի արդյունքը եղավ այն, որ 4 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների ներմուծումը կրճատվեց 66%-ով։ Ավելի քան 30 երկիր հակադարձեցին եւ իրենց հերթին սահմանեցին Միացյալ Նահանգների նկատմամբ
բարձր տարիֆներ։ Արդյունքում Միացյալ Նահանգների արտահանումը նվազեց 61%-ով։ Սա կատարյալ աղետ էր։ Համաշխարհային առևտուրը փլուզվեց, խորացավ մեծ դեպրեսիան։ Աշխատատեղեր ստեղծելու փոխարեն Smooth Holly-ին հանգեցրեց ավելի շատ կրճատումների, գործարանների փակման, տնտեսական անկման։ Այսօր տնտեսագետները դեռևս քննարկում են դրա ճշգրիտ ազդեցությունը, բայց մի բանում բոլորը համաձայնում են. Smooth Holly-ի ակտով սահմանված տարիֆները ավելի վատացրեցին արդեն իսկ վատ իրավիճակը։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում։ Կա մի բան, որ հաճախ չի քննարկվում տնտեսագետների կողմից, բայց քննարկվում է որոշ պատմաբանների կողմից։ Այն, թե ինչպես Smooth Holly-ի տարիֆների սահմանումը նպաստեց Ճապոնիայի ագրեսիային, ինչն էլ հետագայում հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Իմ շատ սիրելի պատմաբաներից մեկը, Սարա Փլեյնը, պնդում է, որ 1930-ականներին Միացյալ Նահանգներում Smooth Holly-ի տարիֆների սահմանումը վտանգավոր հաղորդագրություն ուղարկեց Ճապոնիային։ Եթե Միացյալ Նահանգները ցանկացած պահի կարող էր սահմանափակել առևտուրը եւ բարձր մաքսատուրքեր սահմանել, ապա ինչ պետք է աներ Ճապոնիան, մի երկիր, որը մեծապես կախված էր արտահանումից, հատկապես դեպի Միացյալ Նահանգներ մետաքսի արտահանումից։ Միացյալ Նահանգների կողմից տարիֆների սահմանումը հանգեցրեց ճապոնական արտահանման կտրուկ անկման, առաջացնելով տնտեսական դժվարություններ Ճապոնիայում, տնտեսական ճգնաժամ։ Տնտեսական այս լարվածությունը հանգեցրեց նրան, որ Ճապոնիան սկսեց ավելի լուրջ մտածել տնտեսական ինքնաբավության եւ էքսպանսիոնիզմի մասին, հատկապես սկզբում դեպի Արևելյան Ասիա։ Ճապոնիան սկսեց մտածել, որ այնքան մեծ պետություն եւ տարածքներ պետք է ունենա, որ ռեսուրսների, առևտրի եւ այլ հարցերով այլ պետություններից այլևս կախված չլինի։ Այսինքն Ճապոնիային պետք էր կայսրություն։ Այսպեսով Ճապոնիան ագրեսիվորեն սկսեց ընդլայնել իր տարածքները մեծ կայսրություն եւ ինքնաբավ տնտեսություն ձևավորելու նպատակով։ Ի վերջո նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։ Ես չեմ մանրամասնի այժմ Ճապոնիայի այդ շրջանի պատմությունը, կա տեսանյութ Ճապոնիայի մասին, սակայն Ճապոնիան շատ երկրների վրա այդ ընթացքում հարձակում գործեց։ Իհարկե ես չեմ կարծում, որ տարիֆները Ճապոնիայի նման գործողությունների, այսինքն էքսպանսիոնիզմի միակ պատճառն էին, բայց դրանք շատ կարևոր դեր խաղացին նման տրամադրություններ ստեղծելու եւ նման նկրտումները արդարացնելու համար։ Անցնեմ առաջ, 2002 թվական, Միացյալ Նահանգներ։ Նախագահ Բուշը պողպատի մաքսատուրքեր սահմանեց օգնելու ամերիկյան պողպատագործներին։ Իսկ ինչ եղավ արդյունքը։ Ավելի շատ աշխատատեղեր կորցվեցին պողպատ որպես հումք օգտագործվող արտադրություններում, օրինակ ավտոմեքենաների արտադրության մեջ, քան տնտեսվեցին պողպատի արդյունաբերության մեջ։ Տարիֆները կարող են պաշտպանել մի փոքր խմբի, բայց դրանք հաճախ շատ ավելի մեծ խմբի են ավելի լուրջ վնասներ հասցնում։ Քանի որ այս հարթակը Word and Me Project-ը ձգտում է պահպանել չեզոք հեռանկարը եւ հարցի երկու կողմերը, ներկայացնելու սկզբունքը, ապա կարևոր է նշել, որ տարիֆները իհարկե երբեմն շատ հազվադեպ դեպքերում հասել են իրենց նախատեսված նպատակներին։ Վերջո եկեք անկեղծ լինենք, եթե տարիֆները լիովին անարդյունավետ լինեին, այս գործիքի մասին վաղուց արդեն մոռացված կլիներ։ Թեև տարիֆները շատ դեպքերում ունեցել են բացասական հետևանքներ, միայն որոշները իհարկե հաջողությամբ հասել են իրենց նպատակներին առանց մեծ տնտեսական վնասների։ Հատկանշական օրինակ է Ճապոնիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան պահպանել է գյուղատնտեսական ոլորտի տարիֆները, մասնավորապես բրենձի ներմուծման վրա սահմանված մաքսատուրքերը ներքին արտադրողին, այսինքն ճապոնացի ֆերմերներին արտասահմանյան էժան ներմուծումից, հատկապես Չինաստանից պաշտպանելու համար, այս մաքսատուրքերը վճռորոշ դեր են խաղացել պարենային անվտանգության ապահովման, ավանդական գյուղատնտեսական պրակտիկաների պահպանման եւ արտաքին շուկաներից մեծ կախվածությունը կանխելու
գործում։ Չնայած պրոտեկցիոնիստական բնույթին, Ճապոնիայի նման մոտեցումը լավ մտածված եւ չափված է եղել։ Ճապոնիան ունեցել է ճիշտ մշակված մոտեցում այս հարցում, հավասարակշռելով ազգային շահերը եւ միևնույն ժամանակ լիովին չմեկուսանալով միջազգային առևտրից։ Մեկ այլ ուշագրավ պատմություն է Հարավային Կորեայի կողմից 1970-ականներից մինչև 90-ական թվականներին ճապոնական մեքենաների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։ Այս ժամանակահատվածում Հարավային Կորեան բարձր մաքսատուրքեր է սահմանել արտասահմանյան հատկապես ճապոնական ավտոմեքենաների վրա, պաշտպանելու եւ սնուցելու իր զարգացող ավտոարդյունաբերությունը։ Այս քաղաքականությունը թույլ տվեց հայրենական ապրանքանիշերին, ինչպեսիք են Hyundai-ն եւ Kia-ն, զարգանալ եւ նորարարություններ կատարել։ Տարիներ հետո կորեական ապրանքանիշները մեքենաները հաջողությամբ մուտք գործեցին եւ իրենց կարևոր տեղը զբաղեցրեցին համաշխարհային շուկայում։ Սա լավ մտածված, լավ ձևավորված ժամանակավոր միջոց էր, որը նախատեսված էր նոր զարգացող արտադրությունը այդ նոր ծնվող ճյուղը պաշտպանելու համար, քանի դեռ այն բավականաչափ ուժեղ չէր միջազգային մրցակցության համար։ Իհարկե Հարավային Կորեան օգնեց այդ ճյուղի զարգացմանը այլ գործիքակազմ օգտագործելով եւս պետությունը ներդրումներ կատարեց, օգնեց մասնավորին, միայն տարիֆների կիրառումը չէր։ Հարավային Կորեան կիրառեց լավ մտածված, ճիշտ կառուցված զգույշ եւ ժամանակավոր միջոցներ ներքին արտադրությունը խրախուսելու համար։ Երբ կորեական մեքենաշինությունը դարձավ մրցունակ, մաքսատուրքերը միանգամից հանվեցին։ Նման ժամանակավոր տարիֆները հնարավորություն ընձեռեցին Հարավային Կորեային դառնալ տեխնոլոգիական եւ արտադրական հսկա։ Ռազմավարական եւ հստակ պլանի արկայության դեպքում նման միջոցառումները կարող են խթանել տնտեսական աճը եւ երկարաժամկետ արտադրական հաջողությունը, ինչի օրինակը տեսնում ենք Հարավային Կորեայում ծաղկող մեքենաշինության ոլորտի տեսքով։ Բայց նույնիսկ այս հարցում արդյունքները միանշանակ չեն։ Հարավային Կորեայի կողմից մաքսատուրքերի հաջող կիրառմանը խիստ հակադրվում է 2018 թվականից սկսած էլեկտրոնիկայի նկատմամբ Հնդկաստանի տարիֆների սահմանումը։ Ներքին արտադրությունը խթանելու նպատակով Հնդկաստանը բարձր տարիֆներ է սահմանել սմարթֆոնների, նոթբուքերի եւ էլեկտրոնիկայի բաղադրիչների նկատմամբ արտադրիր Հնդկաստանում նախաձեռնության ներքո։ Այնուամենայնիվ, արտադրության արագ աճը խթանելու փոխարեն այս տարիֆները բարձր մաքսատուրքերը հանգեցրին մի քանի անցանկալի հետևանքների։ Առաջին, մաքսատուրքերը բարձրացրեցին գները սպառողների համար, դարձնելով հիմնական էլեկտրոնիկան, ինչպիսիք են սմարթֆոնները եւ նոթբուքերը, ավելի թանկ եւ ավելի քիչ հասանելի։ Երկրորդ, տարիֆները դանդաղեցրին Հնդկաստանի թվային փոխակերպումը, սահմանափակելով մատչելի տեխնոլոգիաների հասանելիությունը, ազդելով բիզնեսի, ուսանողների եւ ցածր եկամուտ ունեցող բնակչության վրա։ Երրորդ, Հնդկաստանի նման քայլն ի վերջո նվազեցրեց օտարերկրյա ներդրումները, քանի որ միջազգային տեխնոլոգիական հսկաների համար ավելի դժվար եւ ծախսատար դարձավ Հնդկաստանի շուկայում գործելը։ Եվ վերջապես նման քայլը խեղդեց մրցակցությունն ու նորարարությունը, քանի որ բարձր մաքսատուրքերը նվազեցրին ընկերությունների խթանները նորագույն տեխնոլոգիաներ Հնդկաստան բերելու համար։ Տեղական արտադրությունը արդեն պաշտպանված էր, ինչու պետք է մտածեր փոփոխության եւ բարելավման բարեփոխումների համար։ Այնպես է լինում, երբ դուք ասենք ձեր աշխատավայրում ամենաճանաչվածն ու ամենալավն եք, համարվում սկսում եք քիչ աշխատել ձեր վրա, լճանում եք, բայց եթե մրցակից է հայտնվում, անմիջապես սկսում եք ձեզ վրա ավելի շատ աշխատել, գիտելիքները թարմացնել, ինչ որ բան մրցակցից սովորել, նման բան եղավ նաև Հնդկաստանում, փաստորեն մրցակցություն չկար, եւ Հնդկաստանի թվային փոխակերպումը դանդաղեց, սահմանափակելով ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը։
Այսպիսով, թեև արտադրիր Հնդկաստանում նախաձեռնությունը նպատակ ուներ խրախուսել տեղական արտադրությունն ու նվազեցնել կախվածությունը ներմուծումից, իրականում այն ավելի թանկ դարձրեց նման տեխնոլոգիաները եւ խոչընդոտեց Հնդկաստանի թվային տնտեսության արագ աճը։ Ի տարբերություն Հարավային Կորեայի ճիշտ ձևակերպված եւ ժամանակավոր տարիֆների եւ խիստ թիրախավորված եւ ճիշտ քայլերով կատարված Հնդկաստանի ավելի լայն բնույթ ունեցող տարիֆները եւ պաշտպանողական քաղաքականությունը խեղդեց նորարարությունը, ցույց տալով, որ ոչ բոլոր տարիֆներն են հաջողության պատճառ դառնում։ Իսկ այժմ խոսեմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին։ 2018 թվականին Թրամփի վարչակազմը 25% տարիֆ սահմանեց Չինաստանից պողպատի ներմուծման վրա, նպատակ ունենալով աջակցել պողպատի ներքին արտադրությանը եւ պաշտպանել ամերիկյան աշխատատեղերը։ Չինաստանը իհարկե չլռեց, հակադարձեց, սահմանելով իր տարիֆները Միացյալ Նահանգների որոշ ներմուծող ապրանքների նկատմամբ, այդ թվում սոյայի, խոզի մսի եւ այլ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Սկսվեց Միացյալ Նահանգներ Չինաստան առևտրային պատերազմը։ Ես առևտրային պատերազմների մասին հաջորդ տեսանյութում կխոսեմ, դրա համար հիմա չեմ խորանում դրանց բնույթի մեջ։ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև սկսված առևտրային պատերազմը ցնցեց ամբողջ աշխարհը, համաշխարհային շուկաները եւ խաթարեց միլիարդավոր դոլարների առևտուրը։ Հետևանքները ծանր էին։ Միացյալ Նահանգների ֆերմերները հսկայական ֆինանսական կորուստներ ունեցան, քանի որ Չինաստանը նրանց ամենամեծ գնորդներից մեկը դադարեցրեց պարզապես գնումները, թողնելով բերքը չվաճառված։ Բնականաբար նվազեց գյուղատնտեսական ոլորտի շահույթը։ Բացի այդ, ամերիկյան արտադրողները, որոնք կիրառում էին չինական բաղադրիչներ եւ չինական հումք արտադրության մեջ, բախվեցին աճող գների եւ բնականաբար աճող ծախսերի, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մեքենաշինությունը, շինարարությունը եւ էլեկտրոնիկան։ Հետևաբար սպառողական գները աճեցին ամերիկյան տնային տնտեսությունների համար, թանկացնելով ամեն ինչ մեքենաներից մինչև տեխնիկա եւ հագուստ։ Եվ քանի որ համաշխարհային տնտեսությունը փոխկապակցված է, ապա սրա հետևանքները զգացվեցին ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհով մեկ։ Թեև Միացյալ Նահանգների նման քաղաքականությունը նպատակ ուներ պաշտպանել ամերիկյան պողպատի աշխատատեղերը, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ ծախսերը գերազանցեցին օգուտները։ Այո, այս քաղաքականության արդյունքում Միացյալ Նահանգներում պողպատի արդյունաբերության ոլորտում հաջողվեց պահպանել 11,000 աշխատատեղ, սակայն ըստ հաշվարկների Միացյալ Նահանգների սպառողները եւ ձեռնարկությունները յուրաքանչյուր խնայված աշխատատեղի համար տարեկան կրում են $900,000 կորուստ, ինչը ապշեցուցիչ գին է պաշտպանողական քաղաքականության համար։ Նույն պատմությունը եղավ նաև լվացքի մեքենաների հետ կապված։ 2017 թվականին ամերիկյան տեխնիկա արտադրող կազմակերպությունները դիմեցին Թրամփի ադմինիստրացիային, Թրամփի վարչակազմին, հորդորելով մաքսատուրքեր սահմանել արտասահմանյան լվացքի մեքենաների վրա։ Մասնավորապես հակազդելու հարավկորեական ապրանքանիշերի մրցակցությանը, ինչպիսիք են LG-ն եւ Samsung-ը։ 2018 թվականին Թրամփի վարչակազմը բարձր մաքսատուրքեր սահմանեց լվացքի մեքենաների ներմուծման վրա։ Շատ կարճ ժամանակում լվացքի մեքենաների գները բարձրացան 12%-ով։ Մաքսատուրքերի կողմնակիցները շտապեցին հաղթանակ տոնել, քանի որ որոշ արտադրողներ իհարկե իրենց արտադրությունը տեղափոխեցին Միացյալ Նահանգներ ներկրման հարկերից խուսափելու համար։ Եվ LG-ն եւ Samsung-ը գործարաններ բացեցին Միացյալ Նահանգներում, ինչի արդյունքում մոտ 2000 նոր աշխատատեղ բացվեց։ Այնուամենայնիվ, սա պատմության միայն մի մասն է։ Համաձայն Չիկագոյի համալսարանի տնտեսագետների ուսումնասիրությունների եւ գնահատականների, յուրաքանչյուր ստեղծված աշխատատեղի համար ամերիկացի
սպառողները վճարեցին $820,000 սարքավորումների ավելի բարձր գների տեսքով։ Այսպիսով, եթե տարիֆները կոչված էին պաշտպանել ներքին արտադրությունը, ապա դրանքի վերջո անհամաչափ եւ ծանր ազդեցություն ունեցան հենց սպառողների վրա։ Բացի այդ, տարիֆները նաև աշխատատեղերի կորստի պատճառ հանդիսացան եւ սովորաբար պատճառ են դառնում այն ոլորտներում, որոնք մեծապես կախված են ներմուծումից։ Բարձր գնաճը, այլ ոլորտներում աշխատատեղերի կորուստը եւ որոշ դեպքերում անգամ ճգնաժամերն են տարիֆների սահմանման եւ նման պաշտպանողական քաղաքականության անցանկալի հետևանքները։ Տարիֆները հաճախ նախատեսված են սպասարկելու հատուկ շահագրգիռ խմբերի, լինի դա արդյունահանողները, արտադրողները կամ ֆերմերները, որոնք ունեն ուժեղ լոբիստական ազդեցություն եւ կարողանում են իրենց ձայնը ավելի լսելի դարձնել կառավարությունում։ Տարիֆները նաև կիրառվում են որպես արտաքին քաղաքականության գործիք։ Դրանք կիրառվում են այլ երկրների վրա ճնշում գործադրելու եւ առևտրային բանակցություններում առավելություններ ստանալու համար։ Այն, եթե պատկերավոր ներկայացնեմ, քաղաքական այսպես մտրակ է եւ սա է պատճառը, որ տարիֆները սահմանելուց եւ նույնիսկ նպատակներին հասնելուց հետո էլ շատ երկար ժամանակ անց նույնիսկ երկրները տարիֆները չեն դադարեցնում։ Իսկ ինչու դադարեցնեն, եթե բանակցությունների ժամանակ կարող են մյուս կողմին ասել, ասենք, եթե դու A, B կամ G-ն անես, ես կչեղարկեմ տարիֆները միայն այդ դեպքում։ Սրա վառ օրինակն է Թրամփի մաքսատուրքերը Չինաստանի նկատմամբ։ 2018 թվականին Թրամփի վարչակազմը սահմանեց տարիֆներ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ, պատճառաբանելով առևտրային անհավասարակշռությունը եւ անարդար առևտրի պրակտիկան։ Երբ Բայդենը ստանձնեց պաշտոնը, նա չեղարկեց տարիֆները եւ շարունակեց Չինաստանի նկատմամբ Թրամփի սկսած քաղաքականությունը։ Ինչու՞։ Որովհետև տարիֆները դարձել էին կարևոր գործիք Միացյալ Նահանգների կողմից Չինաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Այնպես որ երբեմն նման պրոտեկցիոնիստական քաղաքականությունները առաջնորդվում են ավելի շատ աշխարհքաղաքական ինչ-որ նկատառումներով, քան տնտեսական գործոններով։ Սրա մեկ այլ օրինակ է Պուտինի նախագահության օրոք Ռուսաստանի Դաշնության կողմից տարիֆների եւ առևտրային այլ միջոցների կիրառումը Ուկրաինայի եւ այլ երկրների, օրինակ Բելարուսի վրա ճնշում գործադրելու համար։ 2013 թվականին օրինակ Ռուսաստանի մաքսային ծառայությունը դադարեցրեց Ուկրաինայից բոլոր ներմուծումները, ինչը շատերի կողմից ընկալվեց որպես փորձ Ուկրաինային ստիպելու հրաժարվել Եվրամիության հետ առևտրային համաձայնագիր ստորագրելուց։ Սա Ռուսաստանի ավելի լայն ռազմավարության մաս էր միտված իր ազդեցությունը Ուկրաինայի վրա պահպանելու համար եւ զսպելու Ուկրաինայի արևմտյան ինտեգրումը։ Այս քայլը ել ավելի խորացրեց Մոսկվայի եւ Կիևի միջև լարվածությունը, ինչն ավելի ինտենսիվացավ տարիների ընթացքում եւ ի վերջո վերածեց ավելի լայն հակամարտության։ Սա արտաքին քաղաքականությունում տարիֆների դերի մասին։ Վերջապես պոպուլիստները, մեկուսացման կողմնակիցները եւ ազգայնականները հաճախ օգտագործում են տարիֆները ոչ միայն որպես արտաքին քաղաքականության կամ էլ տնտեսական գործիք, այլ նաեւ ներքին լսարանին գրավելու միջոց։ Տարիֆները կարող են կիրառվել ամրապնդելու արտաքին սպառնալիքներից ազգը պաշտպանող առաջնորդի կերպարը ձևավորելու համար։ Սա հենց այն է, ինչ մենք տեսանք դեռ 2018 թվականին եւ սա այն է, ինչ մենք տեսնում ենք այսօր Միացյալ Նահանգներում։ Ինչպես այսօր, այնպես էլ Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ մաքսատուրքերը հանգեցրին տնտեսական անորոշության, շուկայի անկայունության եւ տուժած երկրների կողմից պատասխան մաքսատուրքերի սահմանման։ Սկզբում այս տարվա փետրվարին, իսկ հետո էլ արդեն մարտ ամսին Թրամփի վարչակազմը նախատեսում էր սահմանել 20% հավելյալ մաքսատուրք չինական ապրանքների վրա եւ 25% մաքսատուրք Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։
Այս մաքսատուրքերը կոչված էին պաշտպանելու ամերիկյան արտադրողին։ Սկսվեց առևտրային հակամարտություններ եւ տնտեսական անկայունություն։ Կանադան անհապաղ պատասխանեց սահմանելով 25% մաքսատուրքեր ավելի քան $20 միլիարդ արժողությամբ Միացյալ Նահանգներից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Բացի այդ, հայտարարվեց, որ եթե Միացյալ Նահանգների կողմից սահմանված մաքսատուրքերը գործեն ավելի քան 21 օր, ապա Կանադայի պատասխան մաքսատուրքերը կտարածվեն լրացուցիչ $86 միլիարդ արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման վրա։ Չինաստանը նույնպես հակադարձեց սահմանելով 10-ից 15% հավելյալ մաքսատուրքեր Միացյալ Նահանգներից ներմուծվող տարբեր ապրանքների վրա, ինչն էլ ավելի սրեց առևտրային լարվածությունը։ Մարտ ամսին արդեն այս վերջին օրերին տարբեր շուկաները կտրուկ անկում գրանցեցին, բացասաբար արձագանքելով Թրամփի վարչակազմի տարիֆների մասին հայտարարություններին։ Հաջորդ օրը ֆոնդային բորսան կտրուկ անկում գրանցեց, առաջացնելով հնարավոր տնտեսական ճգնաժամի մտահոգություններ։ 2-3 օր առաջ հրատարակվեց, որ ֆոնդային բորսայի ընդհանուր արժեքը նվազել է $4 տրիլիոն։ Կրկնեմ, $4 տրիլիոն։ Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ ճգնաժամ սկսվելու հավանականությունը այժմ կազմում է 40%։ Այս զեկույցից անցել է մի երկու օր եւ անկումը շարունակվում է։ Եվ եթե Հայաստանում այս տեսանյութի դիտորդը մտածում է, թե մեզ ինչ, սա Ամերիկայում է կատարվում, ապա պետք է հիասթափեցնեմ ձեզ։ Համաշխարհային շուկան խիստ փոխկապակցված է, եւ Միացյալ Նահանգներում կատարվածը ազդում է նաեւ մյուս տնտեսությունների վրա։ 2008 թվականին, երբ Միացյալ Նահանգներում սկսվեց տնտեսական ճգնաժամ, այն տարածվեց ամբողջ աշխարհով, տարբեր խողովակներով, այն տարածվեց այլ երկրներին, առաջացնելով համաշխարհային ճգնաժամ։ Արդեն 2009 թվականին Հայաստանի տնտեսությունը 14%-ից ավել անկում գրանցեց։ Հայաստանը հյուսիսային Կորեա չէ։ Հայաստանը համաշխարհային տնտեսության մաս է կազմում եւ չի կարող չազդվել Միացյալ Նահանգների նման գիգանտի տնտեսական անկումից։ Միացյալ Նահանգների տնտեսությունը աշխարհի ամենամեծ տնտեսությունն է եւ ուզենք թե չուզենք, իր տնտեսական տատանումները եւ անկումը տարբեր խողովակներով փոխանցվելու է նաեւ Հայաստանի տնտեսությանը։ Ճիշտ այնպես մի այլ օրինակ հա, ինչպես Թրամփի առաջին նախագահության ժամանակ Միացյալ Նահանգներում 2017-18 թվականներին գրանցված ավելի բարձր գնաճը նույն կերպ արտահայտվեց նաեւ Հայաստանում։ Արդեն Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ գնաճի տեմպերը միանգամից բարձրացան Միացյալ Նահանգներում եւ ճիշտ նույնը մենք տեսանք նաեւ Հայաստանում։ Հայաստանը իզոլյացիայի մեջ չի գործում եւ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրամիության կամ այլ մեծ տնտեսությունների տնտեսական տատանումները չեն կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա։ Եվ եթե Միացյալ Նահանգներում սկսվի տնտեսական ճգնաժամ, ինչը կրկնեմ, այժմ համարվում է, որ 40% հավանականություն ունի, ապա Հայաստանը եւս կարող է հայտնվել ճգնաժամային իրավիճակում։ Իսկ ինչու են շուկաները նման կերպ արձագանքում տարիֆներին։ Շուկաները սովորաբար բարգավաճում են կայունության եւ կանխատեսելիության պայմաններում։ Տարիֆներն իրենց հետ բերում են անորոշություն, ստիպելով բիզնեսին զգուշանալ ներդրումներ կատարելու, ընդլայնվելու կամ նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում։ Եվ որ կարևոր է, պատասխան տարիֆները հանգեցնում են սպառողների եւ բիզնեսի ծախսերի աճի, հանգեցնում են բարձր գնաճի եւ բարդացնում տնտեսության զարգացման հեռանկարները։ Սա իր հերթին սահմանափակում է կենտրոնական բանկի կամ Միացյալ Նահանգների դեպքում Federal Reserve-ի մանևրելու հնարավորությունը։ Բարձր գնաճի պայմաններում կենտրոնական բանկը չի կարողանում նվազեցնել տոկոսադրույքները նույն տեմպերով տնտեսական աճը խթանելու համար։ Սա իր հերթին բարձրացնում է կապիտալի արժեքը, քանի որ տոկոսադրույքները մնում են բարձր, ձեռնարկությունները բախվում են փոխառությունների հետ կապված ավելի բարձր ծախսերի, այսինքն բանկից
բիզնես վարկ վերցնելը ավելի թանկ է դառնում վարկի տոկոսադրույքի, բարձր տոկոսադրույքի պատճառով, ինչի արդյունքում ավելի թանկ է դառնում ներդրումներ անելը, աշխատողներ վարձելը կամ գործառույթները ընդլայնելը։ Սկսում է մի արատավոր այսպես շղթա, եւ սա այն մեխանիզմն է, որով տարիֆները հանգեցնում են տնտեսական ճգնաժամի։ Երբ այս մասին նշվել էր Թրամփի վարչակազմին, պատասխանը եղել էր, որ կարճաժամկետում կորուստների եւ ցավի հաշվին կլինեն երկարաժամկետ հեռանկարում շահույթներ։ Սրան պատասխանեն բոլոր ժամանակների ամենահայտնի տնտեսագետներից մեկի, հենց այն մարդու, ում տնտեսագիտական տեսությունները օգնեցին աշխարհը դուրս բերել մեծ դեպրեսիայից, Ջոն Մեյնարդ Քեյսի խոսքերով։ Երկարաժամկետ հեռանկարում մենք բոլորս մեռած ենք։ Կարճաժամկետ հեռանկարում վատագույն սցենարի դեպքում մենք կարող ենք ականատես լինել ճգնաժամի, որը կարող է աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում, ել ավելի խթանել ազգայնականությունը, էքսպանսիոնիզմը եւ գլոբալ անկայունությունը։ Սա մի փոքր ավելի գորշ գույներով ներկայացվող պատկերն է եւ ծայրահեղ սցենարը։ Թեև եթե հաշվի առնենք, որ Թրամփը խոսում է Գրենլանդիան ամերիկյան դարձնելու, Կանադան 51-րդ նահանգ դարձնելու եւ այլնի մասին, այսինքն էքսպանսիոնիստական նկրտումների մասին, ապա սա այնքան էլ խիստ անհավանական սցենար չի դառնում։ Ավելի հավանական պատկերը, եթե այսպես շարունակվի, ճգնաժամն է։ Գուցե ոչ այն խորությամբ, ինչ 2008 թվականին, բայց ճգնաժամ։ Հայաստանի եւ շատ զարգացող երկրների համար մի մեծ բայց էլ կա նման դեպքում։ Թրամփը դեռ իր առաջին նախագահության օրոք էր ուզում, որ Միացյալ Նահանգները դադարեցնի համաշխարհային բանկում եւ արժույթի միջազգային հիմնադրամում ունեցած իր անդամակցությունը։ Ճգնաժամը եւ ծախսերի կրճատումը կարող են պատե առիթ հանդիսանալ նման քայլի համար, իսկ նման քայլը լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի պես երկրների համար։ Այս դեպքում որն է լավագույն սցենարը։ Այս պահին լավագույն սցենարը կլիներ դեմքը փրկելու եւ տարիֆներից հանգիստ հետ քայլ անելու մեխանիզմը միջոցը չընդունելով ձախողումը։ Եվ ինչպես կարող է նման բան տեղի ունենալ։ Գուցե ոմանք հիշեն, որ Մեքսիկայի եւ Կանադայի նկատմամբ մաքսատուրքերի հիմնավորումը զուտ տնտեսական գործոնների հետ չէր կապված։ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ Մեքսիկայի եւ Կանադայի նկատմամբ տարիֆների կիրառումը, սահմանումը ներկայացրեց որպես օփիոիդային ճգնաժամի արձագանք, պնդելով, որ մաքսատուրքերը կսահմանափակեն ֆենտանիլի մաքսանենգությունը եւ ի վերջո կնվազեցնեն չափից մեծ ֆենտանիլի գերդոզավորումից մահացությունների թիվը։ Այժմ պատկերացնենք մի սցենար, որ դիցուկ ապրիլին կամ մարտի վերջերին, ապրիլին, չգիտեմ, մամուլում տարածվում է հոդվածներ, թե ինչպես Թրամփի ուժեղ գործողությունները արդյունք տվեցին, ինչպես նրա կոշտ դիրքորոշումը ստիպեց Կանադային եւ Մեքսիկային գործել։ Եվ ինչպես մաքսատուրքերը այլևս անհրաժեշտ չեն, քանի որ Թրամփի վարչակազմը նպատակին հասել է եւ ամերիկացիների կյանքը փրկվել է։ Արդյոք պնդումները ճիշտ կլինեն միայն մասամբ։ Կանադայից թմրենյութերի մաքսանենգության ծավալներն այնքան ցածր են, որ դրանք էական ազդեցություն չեն էլ կարող ունենալ։ Մեկ այլ բան է Մեքսիկան։ Ամենայն հավանականությամբ Մեքսիկայի ֆենտանիլի եւ ընդհանուր օփիոիդների ներհոսքը դեպի ԱՄՆ կնվազի Թրամփի վարչակազմի ճնշումների շնորհիվ, ինչն էլ իհարկե կհանգեցնի գերդոզավորումից մահացության թվի նվազման։ Բայց սա մահացության թվի նվազման միայն մի պատճառը կլինի եւ իրականում փոքր պատճառը։ Կամ մեկ այլ բան, որն ավելի մեծ դեր է խաղում այս հարցում, մի բան, որի հետ Թրամփը բացարձակ կապ չունի՝ նարկանը։ Նարկանը կյանք փրկող դեղամիջոց է, որը կիրառվում է օփիոիդների գերդոզավորման ժամանակ կյանքը փրկելու համար։ Այս դեղամիջոցը գոյություն է ունեցել տասնամյակներ շարունակ, սակայն 2023 թվականին մի բան փոխվեց։ Միացյալ Նահանգներում հաստատվեց այս դեղամիջոցի առանց դեղատոմսի վաճառքը, ինչը նշանակում է, որ այժմ յուրաքանչյուր ոք կարող է այն գնել առանց դեղատոմսի դեղատներից, խանութներից եւ առցանց մանրածախ առևտրի կենտրոններից։
2023 թվականից ի վեր օփիոիդների գերդոզավորումից մահացության թիվը զգալիորեն կրճատվել է արդյունքում։ Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ֆենտանիլից մահացության թիվը դեպքերը ել ավելի են կրճատվել, նվազել նարկանի ավելի լայն հասանելիության պատճառով։ Մահացությունների թվի անկման մյուս պատճառը այն է, որ թմրամիջոցներ օգտագործողները, այդ ֆենտանիլ օգտագործողները անցնում են այլ միջոցների կիրառման, որոնք ավելի պակաս մահացու են, սակայն շատ առումներով շատ ավելի վտանգավոր են։ Սրանք են այն հիմնական պատճառները, թե ինչու են ֆենտանիլից մահացության թիվը նվազում եւ ոչ թե Թրամփի քաղաքականությունն ու կոշտ դիրքորոշումը։ Բայց ես հույս ունեմ, որ Թրամփը մոտ ժամանակներս այսպես մեծ հաղթանակ կհայտարարի իր գործողություններին, կվերագրի մահացության թվի անկումը եւ կասի մենք հաղթեցինք, մենք ստիպեցինք Կանադային եւ Մեքսիկային գործել եւ կհայտարարի, որ այլևս տարիֆների կարիք չկա։ Ճիշտ է, ես 100%-ով ամբողջությամբ սրան չեմ հավատում այս սցենարին, բայց շատ հույս ունեմ, որ այս սցենարը կյանքի կկոչվի եւ տարիֆների հետ կապված այս խելագարությունը կդադարեցվի։ Այլապես մենք ականատես կլինենք բարձր գնաճի տեմպերի, գործազրկության եւ ճգնաժամի։ Այսպեսով հաջորդ անգամ, երբ քաղաքական գործիչը խոստանում է, որ տարիֆները կվերադարձնեն աշխատատեղերը կամ հիանալի կդարձնեն տնտեսությունը, ինքներդ ձեզ հարց տվեք, ինչի հաշվին եւ ինչ գնով։ Ձեզ հետ էր Word and Me Project-ը եւ դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Հուսով եմ, որ ձեզ դուր եկավ այս տեսանյութը։ Չմոռանաք սեղմել հավանել կոճակը եւ բաժանորդագրվել այս ալիքին բազմազան թեմաներով տեսանյութերի համար։ Հետևեք մեր հաջորդ տեսանյութին։ Կհանդիպենք։